Ադրբեջանը ձևավորում է ռազմական սպառնալիքներ, քաղաքական սպառնալիքներ եւ միևնույն ժամանակ միջազգային հանրությանը փորձում է ձևացնել, որ կա խաղաղության օրակարգ։ Ինչի Ռուբենին ու մնացածին ձերբակալեցին Արցախից դուրս գալուց, դրանից հետո ինչ տեղի ունեցավ ու ինչա տեղի ունենում հիմա, էլի։ Մանրամասն ոնց որ երեխու կբացատրեք, տենց պատմեք, էլի։ Ադրբեջանի մանկապարտեզներում սերմանել են ատելություն հայերի նկատմամբ, այդ մտածողությամբ դաստիարակված սերունդը չի կարող չխախտել հայերի իրավունքներ, իսկ մարդու իրավունքների խախտումները ծնում են կոնֆլիկտներ եւ դրանք բացառում են խաղաղությունը։ Մենք ասում ենք ամեն ինչ անում ենք երեխեքի համար, բայց ֆանտաստիկ վատ քաղաք է Երևանը երեխեքի համար։ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում Հայաստանի ներկայացուցիչը ստորացրել է Ադրբեջանի ներկայացուցչին, հաղթանակ արձանագրելով եւ ճշմարտությունը բարձրաձայնելով։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է իրավապաշտպան ամերիկյան համալսարանի դասախոս Սիրանուշ Սահակյանը։ Սիրանուշի հետ զրուցել ենք գերիների, Ադրբեջանի ճնշումների, հայկական եւ Ադրբեջանի կողմից միջազգային ատյաններում ներկայացված հայտերի, մշակույթի, անհատական պատասխանատվության եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդկասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Իսկ Rearrange արդեն 5 տարեկան է։ Շատ շնորհակալություն բոլորիդ այս տարիների ընթացքում մեր կողքին լինելու, մեզ աջակցելու համար։ Առանց ձեզ հաստատ այս ոդկասթը չէր լինի։ Իսկ մեր տարեդարձը նշելու ենք լայվ միջոցառումներով։ Մարտի 15-ին Լոս Անջելեսում եւ մայիսի 10-ին Հայաստանում։ ԱՄՆ-ում մեր լայվ ոդկասթը տեղի կունենա մարտի 15-ին HBU կենտրոնում, որտեղ դուք ինքներդ կկարողանաք նաեւ հարցեր ուղղել մեր ոդկասթի հյուրերին։ Ունենալու ենք 4 ոդկասթ, որի ընթացքում խոսելու ենք 45 րոպե եւ 15 րոպե լինելու է հարց ու պատասխան։ Մեր հյուրերին կարող եք ծանոթանալ rearrange.am կայքում եւ այնտեղ նույնպես կկարողանաք ձեռք բերել տոմսերը։ Իսկ մեր ԱՄՆ-ի ոդկասթի գլխավոր գործընկերն է Skyline-ը, առաջին smart թաղամասը Երևանում։ Քաղաք քաղաքում, որտեղ ստեղծված է ժամանակակից մարդու լավագույն ապրելակերպի համար կատարյալ միջավայր։ Նյույորքյան շունչը Երևանում 5 երկնաքերերի տեսքով, համաշխարհային առաջատարների կողմից առաջարկված ինժեներաշինարական լավագույն լուծումներով։ Skyline ավելի նորար, քան կարող եք պատկերացնել։ Գնացինք։ Կտեսնենք ամուներում։ Սիրանուշ ջան, ինչպե՞ս եք։ Լավ, հրաշալի։ Ոնց է ձեր գործերը։ Շատ հախուռն, բայց տրամադրությունը միշտ բարձր եւ մոտիվացված։ Այդ շատ լավ է։ Եկեք գիտեք ինչի սկսենք։ Սկսենք երևի մեր գերիներից։ Էս Չգիտեմ, տարբեր մարդկանց հետ շփվելուց հետո հասկացա, որ շատերը իրական լավ չեն պատկերացնում այս ամեն ինչը ոնց է սկսել, ինչա տեղի ունենում ու ընդհանրապես process-ի մասին կարող է շատ դետալներ չգիտեն։ Դրա համար որոշեցի, որ այս թեմայի մասին անպայման պետք է զրուցենք։ Ինձ հետաքրքիր է ինչի Ռուբենին ու մնացածին ձերբակալեցին Արցախից դուրս գալուց ու հետո դրանից հետո ինչ տեղի ունեցավ ու ինչա տեղի ունենում հիմա, էլի։ Ու կխնդրեմ, եթե հնարավոր է, տենց մանրամասն ոնց որ երեխու կբացատրեք, տենց պատմեք, էլի։ Շատ լավ։ Նախ 2023 թվականը եւ այդ զարգացումների ֆոնին Արցախի նախկին ներկա բարձրաստիճանների ձերբակալումը որպես կանոն պետք է տարանջատենք դասական գերեվարումից, որովհետև գերեվարման հարցը առաջ է գալիս մարտական գործողությունների ակտիվ փուլերի ընթացքում, երբ հակամարտող կողմերի քաղաքացիները հայտնվում են մյուս կողմի օկուպացիայի ներքո,
ընդ որում կարող են լինել քաղաքացիական անձինք, կարող են լինել զինվորականներ եւ միջազգային մարդասիրական իրավունքը տարբեր ռեժիմներ է նախատեսում։ Եթե զինվորականը զենքը վայր է դրել եւ չի դիմադրում, այլևս սպառնալիք չէ հակառակորդի զինվորականի նկատմամբ, այս պարագայում դառնում է պաշտպանված սուբյեկտ, նրան պետք է գերեվարել, ժամանակավոր մեկուսացնել, դրանով թույլատրել հակառակորդի ռազմական հնարավորությունները, բայց նաև միջազգային իրավունքը նախատեսում է, որ հակամարտության ավարտից հետո այս անձինք պետք է ազատ արձակվեն եւ նրանց նկատմամբ որոշ գործողություններ անթույլատրել են, օրինակ նրանց արժանապատվությունը չի կարելի ստորացնել, նրանք չեն կարող խոշտանգվել, նրանց կյանքը նույն չափով է պաշտպանված, ինչ մեզանից յուրաքանչյուրին, այսինքն նրանց սպանել այլևս չի կարելի։ Եվ իհարկե այդ օկուպացիայի տակ կարող են հայտնվել նաև քաղաքացիական անձինք, որոնց մենք անվանում ենք քաղաքացիական գերիներ, որն է առանձնահատկությունը, որ քաղաքացիները դրանք ռազմական գործողությունների անմիջական մասնակիցներ չեն, բայց այդ հակամարտությունը ազդում է բնականոն կյանքի վրա, այստեղ չի թույլատրվում նրանց անգամ մեկուսացնել, ձերբակալել, տանել կալանավայրեր, բայց կա նորմ, որ ժամանակավոր կարող են ներկալվել, այսինքն որոշակի տարածքում նրանց անձնական տեղաշարժի իրավունքը սահմանափակվում է, բայց կրկին հակամարտության ավարտից հետո նրանք պետք է շարունակեն իրենց բնակավայրում բնականոն կյանք վարել։ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիային մենք ունեցանք ոչ թե գերեվարումներ, որոնք արդյունք էին այս ռազմական գործողությունների, այլ մենք ունեցանք ապօրինի միջազգային իրավունքը խախտող գործողություն, Լաչինի միջանցքի շրջափակում, ընդ որում երբ մենք ասում ենք ապօրինի, դա բացառապես հայ մասնագետների գնահատականը չէ, այստեղ միավորված ազգերի կազմակերպության միջազգային արդարադատության դատարանը, որը համարվում է աշխարհի բարձրագույն դատարան, այս հարցը քննարկել է եւ կայացրել է որոշում արձանագրելով, որ Լաչինի շրջափակումը չի համապատասխանում միջազգային իրավունքին եւ այն մարդասիրական հետևանքներ ունի։ Բայց շրջափակումը հնարավորություն տվեց ադրբեջանական կողմին ամբողջովին վերահսկել քաղաքացիական եւ զինվորական բնակչության կյանքը Արցախում եւ պատկերավոր ասած տնօրինել անգամ ճակատագրեր։ Եվ երբ ագրեսիայի շարունակական բռնությունների հետևանքով հարկադրաբար բնակչությունը լքեց Արցախը, միակ ուղին դա Լաչինն էր եւ Լաչինի հատվածում Ադրբեջանը փորձեց զտել այն անձանց, ովքեր քաղաքական նպատակներով հետաքրքրական էին Ադրբեջանին եւ նրանց ձերբակալեց, կալանավորեց եւ ներկայումս նրանք նաեւ Ադրբեջանում ընթացող դատավարությունների մասնակից են դարձել եւ մենք այստեղ ունեցանք 8 բարձրաստիճան անձանց ձերբակալումներ, իհարկե հանգամանքները մի փոքր կարող են տարբեր լինել, բայց երևույթը նույնական է, մասնավորապես որոշ անձինք այդ թվում Ռուբեն Վարդանյանը ձերբակալվեցին հենց Լաչինի միջանցքով անցման ընթացքում, բայց մենք ունեինք նաև պաշտոնյաներ, որոնք ձերբակալվեցին Ստեփանակերտում եւ ունենք պաշտոնյա, որին պահանջ ներկայացվեց ներկայանալ ադրբեջանական իշխանություններին եւ հաշվի առնելով, որ ամեն ինչ վերահսկվում էր հենց ադրբեջանական զինված ուժերի կողմից, այստեղ այդ պահանջին չենթարկվելն էր անտրամաբանական լինում, նրանք ունեին բոլոր հնարավորությունները, ռեսուրսները, տեղեկատվությունը ինքնուրույն ձերբակալում կազմակերպելու առումով եւ արդյունքում այս անձինք հայտնվեցին անազատության մեջ եւ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ի վեր գտնվում են Բաքվի փակ հաստատություններում։ Մեր ոդկասթի գործընկերն է Ital Solar ընկերությունը։ Մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը Ital Solar-ից արևային կայան ձեռք բերելով դուք մասնակցում եք խաղարկության, որտեղ 3 հաճախորդ
հետ կստանա իր կայանի գնի ամբողջ արժեքը։ Այս պայմանը վերաբերվում է տեղում եւ ապառիկ ձևով վճարում կատարած հաճախորդներին։ Իդեպ, ապառիկ գնորդները ունեն նաեւ հատուկ նվեր։ Italsolar-ը կվճարի ձեր առաջին 3 ամսվա վճարումները։ Զորացրեք էլեկտրաէներգիայի ծախսերը, ստացեք նվերներ եւ օգտվեք 30 տարվա երաշխիքից։ Italsolar ներդրում, որը վճարվում է։ Փակ հաստատությունը բանտից ինչու է տարբերվում։ Փակ հաստատությունների տարբեր տեսակներ կան վայրեր, որտեղ պահվում են կալանավորվածներին, որոնց առնչությամբ դեռևս մեղադրական դատավճիռներ չկան, եւ կան վայրեր, որտեղ պահվում են հենց դատական ակտի հիման վրա ազատությունից զրկման հետ կապված պատժի ենթարկվածները, նրանց բոլորի տեղաշարժման ազատությունը սահմանափակված է, բայց արտաքին աշխարհի հետ մեկուսացվածության պայմաններն են տարբեր, եւ սա է պատճառը, որ մենք ունենք նախնական կալանքի վայրեր եւ ունենք պատժի կրման վայրեր։ Հասկացա։ Եվ այո, նրանք արդեն շատ տևական ժամանակ պահվում են Բաքվում եւ ինչպես գիտեք, նաեւ այս տարի մեկնարկվեց դատավարություն։ 16 հայեր այս պահին ներկայացված են ադրբեջանական դատարանների առջև բազմաբնույթ մեղադրանքներով, մեղադրանքները թեև շինծու են, բայց լրջություն են ներկայացնում այն առումով, որ նշված հայերին սպառնում են ծանր պատժատեսակներ, մասնավորապես ցմահ ազատազրկում կամ երկարաժամկետ ազատազրկում, ինչպես օրինակ 15 տարի կամ 20 տարի։ Իսկ Ադրբեջանը դա ինչի է անում։ Քաղաքական պատճառներով Ադրբեջանը չբավարարվեց միայն Արցախի պետականությունը քայքայելով եւ ռազմական գործողությունների հետևանքով այդ պետականությունը ոչնչացնելով, Ադրբեջանը նաեւ ցանկանում է պատժիչ գործողություններ ցուցադրական կերպով իրականացնել բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր ներդրում են ունեցել այդ պետականության կայացման, Արցախի ճանաչման կամ Արցախում Ադրբեջանի կատարած ոճրագործությունների հանրայնացման հարցում, ինչպես տեսնում եք, ձերբակալվածների մեջ կան 3 նախագահներ, սա նաև պետականության կարևոր սիմվոլ է, այստեղ մենք նախագահի ինստիտուտը նույնացնում ենք պետականության գոյության հետ, ուստի այս անձանց ճակատագիրը տնօրինելով, կարծես Ադրբեջանը ցուցադրական կերպով տնօրինում է կործանված պետականության ճակատագիրը եւ ես այստեղ խորհրդանիշներ եմ տեսնում այն առումով, որ Բաքվում ոչ թե դատապարտում են կոնկրետ քանակի հայերի, այլ ողջ հայությանը Արցախի ինքնորոշման իրավունքի համար եւ հասկանալի է, որ դատապարտելու են ցմահ ազատազրկման, այսինքն ազգերի ինքնորոշման իրավունքը դատապարտում են ցմահ ազատազրկման, ինչը նշանակում է, որ այդ իրավունքը այլևս դառնալի չէ։ Ոչ միայն այս փուլում մենք չունենք Արցախի պետականություն, այլ ապագայում էլ չենք կարող ունենալ, քանի որ դա դատապարտված է ցմահ ազատազրկման, այն այլևս գոյության իրավունք չունի եւ հայերը չպետք է աշխատանք տանեն, միգուցե ապագայում այդ իրավունքը իրացնելու համար։ Հասկացա։ Իսկ մենք այս բարեդրությամբ ինչ ենք անում, որպեսզի այդ մարդկանց իրավունքները պաշտպանենք։ Առաջնային խնդիրը դա երևի բանան ենք կներեք առանձնացնենք երկու մասի, ինչ են անում օրինակ այդ մարդկանց ընտանիքների կողմից, չգիտեմ, ներգրաված իրավաբանները ու ինչ անում պետությունը։ Դա ճիշտ է առանձնացնել։ Այո, սա շատ տրամաբանական անջատում է, քանի որ տարբեր ակտորներ ունենք, մի դեպքում ունենք տուժած անձինք եւ նրանց ընտանիքի անդամներ, որոնք կրկին մարդու իրավունքների խախտումների զոհեր են,
եւ ունենք պետություն, ում քաղաքացիները ապօրինի կերպով պահվում են մեկ այլ պետության կողմից, այսինքն հարցը ըստ էության ստանում է նաեւ միջպետական բնույթ եւ պետությունը նաեւ միջազգային իրավունքով հատուկ պարտավորություններ ունի իր քաղաքացիների նկատմամբ անգամ եթե այս անձին գտնվում են օտարերկրյա պետությունների տարածքներում բայց անելիքները հասկանալու համար նախ առաջնահերթություններն է պետք հասկանալ առաջնային խնդիրը այս անձանց կյանքը եւ ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելն է Ադրբեջանում կա հայատյացության մթնոլորտ, կա խտրականության քաղաքականություն, պայմանավորված հայերի էթնիկ եւ ազգային պատկանելիությամբ, եւ սա միջավայր է, որտեղ պլանավորվում եւ իրագործվում են ամենադաժան հանցագործությունները։ Հայերը կարող են գլխատվել, հայերը կարող են խոշտանգվել, հայերին կարելի է կամայական ազատազրկել, հայերին կարելի է բռնի անհետացման ենթարկել թաքցնելով նրանց ճակատագրերը եւ այլ արարքներ, որոնք նաեւ միջազգային հանցագործություններ են։ Առաջնային արձագանքը ուստի այնպիսի իրավական մեխանիզմներ գործարկելն էր, որոնք կարող էին որոշակի չափով պաշտպանել հայերի կյանքը այս առումով թե անհատական գործերի, թե միջպետական գործընթացների շնորհիվ մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախաձեռնվեցին գանգատների ներկայացման process-ներ, այսինքն հարուցվեցին գործեր մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ եւ ինչպես ներպետական ատյաններում, այնպես էլ միջազգային մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայցվեցին հայցի ապահովման միջոցներ։ Այդ ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մինչև արդարադատության կայացումը որոշակի շահեր կարող են վտանգված լինել եւ դա կանխելու համար դատարանը ձեռնարկում է հատուկ միջոցառումներ։ Եվ այդ միջոցառումները ուժի մեջ են այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական դատական ակտ չի կայացվել եւ տրամաբանությունը այն է, որ դատական ակտերի կայացումը կարող է տևական լինել, այս ընթացքում այնպիսի զարգացումներ լինեն, որոնք առարկազուրկ դարձնեն ինքնին վեճի առարկան։ Անդառնալի վնասներ պատճառվեն կենսական շահերին եւ արդարադատության իրականացումը դառնա ինքնանպատակ։ Հիմա օրինակ այդ մարդկանց, չգիտեմ, ֆիզիկապես ոչնչացնել, հա։ Այո, օրինակ սպանվեն այս մարդիկ, որի դեպքում խոշտանգեն, որի դեպքում արդեն առարկազուրկ է դառնում նրանց այլ իրավունքների պաշտպանումը, օրինակ ֆիզիկական անձնական ազատության իրավունքի պաշտպանությունը անառարկական կդառնա, եթե այս անձինք խոշտանգումների հետևանքով սպանվեն Բաքվի բանտերում։ Եվրոպական դատարանը այս պահանջը բավարարեց եւ պարտավորեցրեց Ադրբեջանին պաշտպանել կյանքը եւ ֆիզիկական անձեռմխելիությունը, նաեւ պարբերաբար տեղեկատվություն տալ նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի եւ այլ հանգամանքների առնչությամբ եւ ադրբեջանական պետությունը հայտնվեց լրացուցիչ իրավական պարտականության ներքո։ Եթե իսկ դա իրանք չգիտեմ, կարող է շատ խոսակցական ասեմ, բանի տեղ ընդհանրապես դնում են դատարանների որոշումներին։ Սկզբնական շրջանում շատ ավելի վատ էին համագործակցում եւ տեղեկատվությունը սակավեր կամ ձևական բովանդակային նյութ այն չէր պարունակում։ Ձևական առումով պատասխանում էին դատարանի հարցումներին, սակայն բովանդակային առումով այնքան աղքատ էր նյութը, որ հնարավոր չէր պատկերացում կազմել այդ անձանց վիճակի վերաբերյալ։ Եվրոպական դատարանը հասկանալով չհամագործակցելու միտումը, այս հարցի վերաբերյալ ծանուցում տվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին, որը Եվրոպայի խորհրդի քաղաքական մարմին է, եւ այս քաղաքական մարմինը ներգրավեց ապահովելու Եվրոպական դատարանի հետ պատշաճ համագործակցություն։ Այսինքն դատարանին քաղաքական ճնշում գործադրվեց, օգնության եկավ
քաղաքական մարմինը, որը սկսեց քաղաքական աշխատանքի շնորհիվ հարկադրել համոզել Ադրբեջանին լինել համագործակցող Եվրոպայի խորհրդի շրջանակներում։ Սա չի երաշխավորում Ադրբեջանի պատշաճ վարքը, ինչևիցե Բայց ինչ-որ փոքր լծակ է։ այո, ազդեցության լծակ է, որը օգտագործելով կարելի է հասնել մարդասիրական խնդիրների լուծման։ Եվ երկրորդը դա Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որը դասական առումով մարդասիրական իրավունքի խնդիրների լուծմանը աջակցող մարմին է եւ որպես կանոն կոնֆլիկտներում հիմնականում գործում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Ադրբեջանը սկզբնական փուլում սահմանափակում էր Կարմիր խաչի գործունեությունը, գերիներին միշտ չէ, որ Կարմիր խաչը հնարավորություն է ունեցել տեսակցել, եւ սա մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է, բայց ամիսների ընթացքում այս վարքը որոշակի փոփոխությունների է ենթարկվել եւ 2021 թվականի գարնանից սկսած ավելի պատշաճ պայմաններ են ստեղծվել Կարմիր խաչի 2021 թվականին։ Գարնանից սկսած Կարմիր խաչը կարողացավ ավելի պատշաճ միջավայրում իր գործունեությունը իրականացնել եւ պարբերական այցելություններ է իրականացնում բանտեր, փակ հաստատություններ, այդ կալանքի վայրեր, որտեղ տեսակցում է հայ գերիներին, տեսակցությունների ընթացքում ապահովում է հեռախոսազանգի հնարավորություն ընտանիքի անդամների հետ։ Այս տեսակցությունների ընթացքում նաև փոխանցվում են նամակներ կամ տեսաուղերձներ կարող են կազմակերպվել եւ փոխանցվել ընտանիքի անդամներին։ Ռուբեն Վարդանյանի վերջի ուղերձը, որ բոլորս լսեցինք, դրա արդյունքներ, հա։ Դա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների կողմից ապահովված հեռախոսազանգի արդյունք էր։ Այսինքն Ռուբեն Վարդանյանը իր ընտանիքի անդամիներ զանգարը ու այդ զանգը ձայնագրվել էր ընտանիքի անդամի կողմից, իսկ զանգի կատարումը հնարավոր էր եղել Կարմիր խաչի գործունեության շնորհիվ, այսինքն այցելության շրջանակներում ապահովել էր զանգի իրավունք։ Այսինքն այն չի, որ տենց Ադրբեջանը թքած ունի այդ միջազգային կառույցների վրա ու անում այն ինչ որ անում, այսինքն ինչ որ մենք լծակներ ունենք, որ այդ միջազգային կառույցների միջոցով կարող ենք ինչ որ բան անել, էլի, հա, ճիշտ եմ հասկանում։ Ադրբեջանը կարծում եմ չի ցանկանում հարգել միջազգային իրավունքը, որովհետև միջազգային իրավունքը հակադրվում է ադրբեջանական շահին, որը հիմնված չէ համամարտկային արժեքների, իրավունքի, արդարության եւ այլ բարոյական չափանիշների վրա, եւ հասկանալի է, որ նրանք հակադրվում են միջազգային իրավունքին, բայց կան որոշակի մեխանիզմներ, որոնք ստիպում են այդ իրավազանց պետություններին հետ վերադառնալ կառուցողական դաշտ եւ հարգել միջազգային իրավակարգը, սա շատ դինամիկ կենթանի process է եւ կախված թե ինչպիսի կշիռ եւ հեղինակություն է ձևավորել պետությունը, այս փոխազդեցությունը կարող է տարակերպ լինել։ Երբ օրինակ Ադրբեջանը աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված ավելի թույլ դիրքում էր, ավելի մեծ չափով էր հարգում միջազգային իրավունքը։ Ներկայումս ունի որոշակի պաշար քաղաքական ռեսուրս եւ հակադրվում է միջազգային իրավունքին։ Իրանց նավթային պաշարների մնաց գազի հետ է կապված։ Այո, ինտենսիվ դիվանագիտական շփումներն են ազդեցիկ պետությունների հետ համընկնող տնտեսական ռազմական շահերն են, օրինակ կարծում եմ Իսրայել-Ադրբեջան համագործակցությունն էլ որոշակի առումով վերադիրքավորել է Ադրբեջանի ներկայությունը տարածաշրջանում։ Իսրայելական լոբին էլ է հենց ինչ որ մասով օգնում։ Այո, եւ մեր տարածաշրջանում օրինակ Իրանի հետ հարաբերությունները, Իրանի հարցում ռազմավարական շահերի համընկնումը Իսրայելի եւ Ադրբեջանի միջև եւս գործոններ են, որոնք կարող են նպաստել քաղաքական
կշռի վերափոխմանը ցավալիորեն այս փուլում մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարողանում է չհարգել միջազգային իրավունքը խուսափելով ծանր հետևանքներից, եթե համադրելու լինենք Ադրբեջանի նկատմամբ արտաքին ազդեցությունները Ռուսաստանի նկատմամբ արտաքին ազդեցություններից, ապա ընդհանրություններ չեն գտնի։ Ռուսաստանը մեղադրվեց բազմաթիվ խախտումների մեջ, բայց դրան հաջորդեցին պատժամիջոցների կիրառումներ, շատ ուժեղ տնտեսական սանկցիաներ, այո, մեկուսացում, վերանայվեցին համագործակցությունները ռազմական, տնտեսական, դիվանագիտական, իրավական եւ այլ ոլորտներում, անգամ ֆինանսական համակարգը։ Այո, իսկ մենք նման մոտեցում չենք տեսնում Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում։ Ինչի որովհետեւ այս հարցը միջազգային, չգիտեմ, այդ ծանր կշիռ ունեցող երկրների համար այդքան հետաքրքիր չի, ինչքան Ուկրաինայի, թե Ադրբեջանը կարողանում է իրոք տես լավ լոբի անի ու իր դիրքը նենցա, որ կարողանում է այդ ամեն ինչը շրջանցի, որն է պատճառը։ Ես երկու գործոն եմ կարևորում, մեկը գերտերությունների կամ կառույցների շահերը կոնկրետ երկրներում, կարծում եմ ավելի լուրջ շահեր ունեին հիմնական միջազգային դերակատարներ Ուկրաինայում, քան կարող են նման հայտ ներկայացնել մեր տարածաշրջանում, եւ դրանով պայմանավորված նաեւ տնտեսական, առևտրային, քաղաքական շփումների որակ, մակարդակ, եւ երկրորդը ինքնին հայ-ադրբեջանական փոխհարաբերությունները, ինչպես գիտեք, մենք տպավորություններ ենք ստանում, որ կա երկխոսություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որ մենք փորձում ենք համատեղ կերտել խաղաղության ժամանակահատված, այո, այս օրակարգը գոյություն ունի եւ նման պայմաններում ցուցադրում ենք միջազգային հանրությանը, որ կան կենսունակ բանակցային պրոցեսներ, որոնք կարող են դրական արդյունքներ տալ եւ միջազգային գործընկերների մոտ կա անկալում, որ երրորդ երկրների կողմից միջամտությունը կարող է վնասել այդ կառուցողական երկխոսությանն ու խաղաղության օրակարգին։ Կառուցողականը ճակերտների մեջ, ոնց հասկանում եմ։ Այո, հենց իմ գնահատմամբ դրանք կառուցողական չեն եւ ես կայուն խաղաղության նախադրյալներ էլ չեմ տեսնում, համենայն դեպս դա իմիտացվում է իշխանությունների կողմից եւ շատերը հավատում են այդ օրակարգին։ Միջազգային գործընկերները ցուցադրում են զգուշավորություն երկկողմանի փոխհարաբերություններին միջամտելու առումով եւ մյուս կողմից կա այսպես չգրված օրենք, պատժամիջոցները որպես կանոն կիրառվում են որպես վերջին միջոց, այսինքն վեճերի կամ հարաբերությունների կարգավորման այլ մեթոդները պետք է սպառված լինեն, որպեսզի պատժամիջոցներով պետությունները, միջազգային կառույցները ռիսկի մեջ դնեն, ռիսկի տակ դնեն որևէ կողմի հետ իրենց հարաբերությունները։ Հիմա Հայաստանի Հանրապետության վարքագիծն էլ վկայում է այն մասին, որ կան պրոցեսներ, բոլոր միջոցները սպառված չեն, ուստի պատժամիջոցներ կիրառելը Ադրբեջանի նկատմամբ որևէ կերպ արդարացված չէ միջազգային գործընկերների դիտանկյունից եւս։ Այսինքն կոպիտ ասած կառավարությունը ասում է մենք Ադրբեջանի հետ խոսում ենք, այսա խաղաղություն ենք կնքելու, եվրոպացիներն նայում են, ասում են դա ինչ խառնվենք։ Այո, եւ դա կարող ենք միջանձնային հարաբերություններում էլ, եթե երկու հարևաններ ունեն վատ փոխհարաբերություններ, բայց որոշել են կարգավորել այդ հարաբերությունները եւ հարևանության շրջանակում ցուցադրում են բարիդրացիական փոխհարաբերություններ, դժվար է ակնկալել, որ երրորդ հարևանը կմիջամտի եւ կփորձի միջնորդի կամ այլ դեր ստանձնել այդ փոխհարաբերություններում։ Բայց ախր գերիներ ունենք մյուս կողմից, այդքան տարահանված մարդ ունենք։ Այդ խնդիրներով հանդերձ Հայաստանն է, որ իրական է համարում այդ խաղաղության օրակարգը, ադրբեջանական կողմը կարծում եմ այլ ռազմավարություն ունի,
Եվ գերիների հարցում էլ մենք ունենք շատ տարակերպ մոտեցումներ, ինչպես գիտեք, իշխանությունը ինքնուրույն կերպով չի մոտենում այս խնդրին։ Ինչա նշանակում։ Գերիների վերադարձը կապվածության մեջ է դրված քաղաքական օրակարգից, քաղաքական բանակցային process-ներից եւ կա անկալում, որ եթե ձևավորվի խաղաղություն, կընկվեն խաղաղության վերաբերյալ փաստաթղթերը, ապա որպես հետևանք ինքնաբերաբար Ադրբեջանն էլ ազատ կարձակի հայ գերիներին։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն խնդիր չի ձևակերպել հասնել այդ մարդասիրական խնդրի լուծմանը անկախ քաղաքական օրակարգային հարցերից եւ երկրորդը չի ձևակերպել պահանջ, որ առանց մարդասիրական խնդիրների լուծման մեր հասարակությունը չի կարող վստահել խաղաղության գործընթացին, ուստի խաղաղության կառուցման միակ լեգիտիմ ուղին դա ժամ առաջ գերիների ազատ արձակումն է եւ գերիների ազատ արձակումը այն ելակետն է, որի հիման վրա հայ հասարակությունը կարող է վերականգնել իր վստահությունը ադրբեջանական հասարակության կամ Ադրբեջանի հանրային իշխանությունների նկատմամբ։ Մենք այստեղ շատ ռադիկալ պատկերացումներ ունենք իշխանության վարած քաղաքականության համեմատությամբ։ Իսկ ձեր կարծիքով որն է ավելի ճիշտ քաղաքականություն հետ մարդկանց հետ բերելու ու նաև խաղաղություն ունենալու, որը չգիտեմ հնարավոր է թե չէ։ Խաղաղությունը պետք է ունենա իր ենթակառուցվածքները, այսինքն խաղաղության հռչակումը դեռևս չի ապահովում խաղաղության հաստատում։ Եվ խաղաղության համար շատ կարևոր է ատելության եւ ազգամիջյան այդ ստերեոտիպային ընկալումների բացառումը եւ խաղաղության կարելի է հասնել կրթության ճանապարհով։ Եթե Ադրբեջանի մանկապարտեզներում սերմանել են ատելություն հայերի նկատմամբ կամ հայերին ընկալել են որպես ստորակարգ էթնիկ խումբ, հասկանալի է, որ այդ մտածողությամբ դաստիարակված սերունդը չի կարող չխախտել հայերի իրավունքներ, իսկ մարդու իրավունքների խախտումները ծնում են կոնֆլիկտներ եւ դրանք բացառում են խաղաղությունը, ուստի խաղաղության կարելի է հասնել, եթե վերանայվի պետական քաղաքականությունը Ադրբեջանում, որի ուղղությամբ պետք է լինեն նկատելի քայլեր, չափելի արդյունքներ, օրինակ ինձ համար ցուցանիշ կլինի, եթե Ադրբեջանը պատժի սեփական հանցագործներին, ոչ թե հովանավորի հայերին, գլխատողներին եւ հերոսացնի, այլ հասարակությանը ցուցադրի, որ հայերը իրավահավասար են ադրբեջանցիների հետ եւ նրանց նկատմամբ կատարված բոլոր ոտնձգությունները նույնքան պատժելի են, որքան այլազգիների նկատմամբ կատարված ոճրագործությունները։ Պատկերացնում եք, որ կարող է տես բաներ լինի Ադրբեջանում մոտակա ապագայում։ Դա մոտակա խնդիր չէ, կարծում եմ, որքան որ ատելությունը տևական ժամանակ գեներացվել է, համեմատաբար նույնքան ժամանակ է պահանջվելու այդ հասարակությանը հետ բերելու համար եւ որովհետեւ տապորով մարդասպանին հերոս են սարքում, էլի։ Այո, եւ այդ հասարակությանը մենք չենք կարող մեկ օրում պատրաստել խաղաղության։ Հիմա գերիների խնդիրը ինքը շատ էմոցիոնալ հարց է երկու հասարակությունների համար։ Մեր հասարակության, որովհետև մենք տառապում ենք, ընդ որում այստեղ տառապում է ոչ միայն գերության մեջ գտնվողը, ոչ թե ընտանիքի անդամները, որոնք անընդմեջ անորոշության մեջ են, այլ ողջ հասարակությունը, որտեղ այս խնդիրը նաև հասարակության համար է դարձել անլուծելի։ Եվ մյուս կողմից դիսկուրս կա, բանը կներեք էլի ընդհատեմ, օրինակ գերիների նկարները, որ տարածվում են, այդպես վերջի Ռուբեն Վարդյանի նկարը, որ տենց նիհար հյուծված ու պլյուս վրենը վերևում էր, որ խոշտանգման հետքեր կար, մի մասը տարածում էր ու արձագանքում էր, որ չգիտեմ ոնց կարելի է ամեն ինչ թույլ տալ, բայց հասարակության մի մասն է ասում ինչ եք այդ նկարները տարածում, այդ ամեն ինչը իրանք հատուկ են անում, որ մենք
մեզ այդպես պարակտված ու թուրս գանք։ Ես առավել տարածման կողմնակիցն եմ, որտեվ եթե դա չենք տեսնում, սա չի նշանակում, որ այդ երևույթը մեր նկատմամբ չկա։ Հենց էտա։ Երևույթի գոյությունը պետք է ճանաչենք, համախմբվենք եւ համատեղ պայքարենք, որ որևէ հայ, այսինքն մեր տեսակին պատկանող որևէ հայ երբեք չի ենթարկվի նման վերաբերմունքի։ Մենք որպես համայնք պետք է այնքան ուժեղ լինենք, որ մեր յուրաքանչյուր անդամը լիարժեք պաշտպանված գա որևէ կյանքի ցանկացած հանգամանքում եւ ունենա վստահություն, որ այդ խմբին պատկանելի ուժով բացառված են նման խոշտանգումները կամ անմարդկային վերաբերմունքը։ Հենց այդ էլի օրինակ որ մտածում ես, ես այդ հարցի շուրջ մտածում եմ, օրինակ քո երկրից այդքան մարդ այնտեղ գերի է, ցանկացած մեկից, չգիտեմ, սահմանում օրինակ կարան բռնեն, տանեն գցեն բանտ, ու դու հաստատ գիտես, որ ընդել հոտելու ես կոպիտ ասած, որովհետև ոնց հասկանում ենք, այդքան է առաջնային խնդիր։ Չի կանոն թե առաջնային խնդիրը ճիշտ չի կոմունիկացվում, ինչ է արվում։ Դու չես զգում քեզ պաշտպանված։ Ու այդ Ադրբեջանը ինձ թվում է, չգիտեմ, Ադրբեջանը այդ նաև շատ լավ հասկանում է ու դրա վրա խաղել է անում, որ տեսեք մենք կարանք ինչ ուզենք անենք ձեր ցանկացած քաղաքացու հետ ու դուք ոչ մի բան չեք կարող մեզ անեք։ Սա նաև հոգեբանական պատերազմի դրսևորում է, ազդում է բոլորի վրա։ Այո, եւ հայերը սկսում են անվտանգային վախեր ունենալ, զգալ անպաշտպան եւ ադրբեջանական հասարակությունը իր հոգեբանական առավելությունն է հաստատում հայ հասարակության նկատմամբ, ընդ որում նշեմ, որ պատերազմի ընթացքում էլ սա շատ կարևոր գործոն է, ինչպես կարելի է նկատել 2020 թվականի պատերազմից հետո մեծացան գերեվարման դեպքերը։ Ես օրինակի համար նշեմ, որ 2016 թվականի 4-օրյա պատերազմի ընթացքում որևէ գերեվարման դեպք չի արձանագրվել։ Վստահ եմ, որ հանգամանքները կարող էին այնպես դասավորվել, որ անձինք զենքը վայր դնեն եւ նման իրավիճակների ինձ հայտնի են, բայց անգամ այդ պայմաններում կյանքի եւ մահվան դիլեմայի առջև կանգնելիս այլ լուծումներ են տրվել, որովհետև հոգեբանական տեսանկյունից կարծում եմ զինվորն իրեն ավելի պաշտպանված է զգացել, իր խնդիրները ճիշտ կերպով է գիտակցել եւ այդ հոգեբանական հաղթանակը տարել է թշնամու զորքերի հանդեպ։ Մենք բոլորովին այլ իրավիճակ ունեցանք արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո, երբ մեծացան գերեվարման թվերը տարբեր սահմանային նաև միջադեպերում։ Իսկ հիմա քանի գերի ունենք։ Այս պահին 23 անձանց գերեվարումն է, որ պաշտոնապես հաստատված է։ Սա նշանակում է ոչ պաշտոնական, մենք բարձրաձայնում ենք 80 գերեվարման դեպքերի մասին, այո, բայց այս անձինք այլևս չեն կարող համարվել գերիներ, քանի որ ադրբեջանական կողմը մերժում է գերեվարված լինելու հանգամանքը, որևէ ինֆորմացիա չի տալիս նրանց գտնվելու վայրի, ողջ կամ մահացած լինելու հանգամանքների վերաբերյալ եւ միջազգային մարդու իրավունքների իրավունքում այս կատեգորիայի անձինք ձեռք են բերում նոր կարգավիճակ, դա բռնի անհետացած անձն է։ Բռնի անհետացած անձ։ Այո, դա այն անձն է, ում առնչությամբ մենք ունենք ապացույցներ, որ թեկուզ կարճատև, բայց ազատությունից զրկված է եղել պետության գործակալների, զինված ուժերի ներկայացուցիչների կողմից եւ չնայած այդ հանգամանքին պետությունը մերժում է
իր մոտ գտնվելու հանգամանքը եւ այս մերժումը անձին դուրս է բերում իրավական պաշտպանվածության տիրույթից, նրանք հայտնվում են կամայական դաշտում, որտեղ ցանկացած զարգացում միջադեպ նրանց հանդեպ կարող է լինել, որովհետեւ պետությունը թաքցնում է այս անձանց գտնվելու վայրը։ Եթե չկա վայր, չկան անձին տեսակցող, հա, անկախ մեխանիզմներ, փաստաբաններ, բժիշկներ, մարդու իրավունքների հարցերով զբաղվող հաստատություններ, օմբուդսմեն եւ այլն, հասկանալի է, որ այս անձի նկատմամբ ցանկացած տեսակի, հա, կամականություն կարող է լինել, եւ սա է պատճառը, որ նրանք համարվում են բռնի անհետացածներ, այսինքն հայտնիությունից բռնի դուրս բերվածներ, որոնք այլևս կամականությունների տիրույթում են եւ նրանք կարող են օրինակ սպանված լինեն, կարող են ողջ թաքնված լինել այլ վայրերում, բայց խնդիրը այն է, որ նրանց ճակատագրի վերաբերյալ տեղեկությունները անհայտ են մնում։ Ուտես 60 հոգի մարդ ունենք։ 80, այո։ 80 անհայտ։ Այո։ Եվ 20 հայտնի։ Եվ 23, այո, հայտնի գերիներ։ Այսինքն ընդհանուր 100-ից ավել մարդ։ Այո։ Եվ նաև նշեմ, որ մենք ունենք անհետ կորած անձինք եւս, որոնք տարբերվում են բռնի անհետացածներից, անհետ կորածների պարագայում մենք չենք կարողանում ապացուցել անձնական ազատության իրավունքից զրկված լինելը, օրինակ չենք կարողանում ձերբակալման, կալանավորման հանգամանքները հաստատել, բայց ունենք ապացույց, որ նրանք հայտնվել են եւս օկուպացված տարածքներում, այսինքն վերահսկվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ հավասարապես կարող ենք ենթադրել, որ երբ առերեսվել են, զենքը վայր են դրել, գերեվարվել են կամ առերեսվել են, զենք են գործադրել, ցույց են տվել դիմադրություն եւ նրանք սպանվել են որպես լեգիտիմ թիրախներ, հա, ռազմական գործողությունների լեգիտիմ զոհեր։ Դրա համար կան հավասար հավանականություններ ողջ եւ մահացած լինելու առնչությամբ, չկա նրանց անազատության մեջ գտնվելու ապացույց, դրա համար այս անձինք համարվում են անհայտ կորածներ, նրանց որոնում ենք եւ ողջերի եւ մահացածների մեջ, իսկ բռնի անհետացածների պարագայում մենք գիտենք, որ նրանք ողջ են եղել եւ ողջ են հայտնվել պետական մարմինների զինված ուժերի հսկողության ներքո, բայց չգիտենք այլևս դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ Իսկ եթե վերադառնանք Ռուբեն Վարդանյանի кейսին, իրավաբանը նշեց, որ միջազգային ոնց կարող է սխալ ասեմ, բառացիորեն չեմ հիշում, բայց միջազգային ոչ մի գործիք, որը Հայաստանի Հանրապետությունը կարող օգտագործեր այդ մարդկանց օգնելու համար չի օգտագործվել։ Ճիշտ արտահայտեցի միտքը։ Մի քիչ ուշ ձեր ասել։ Հա, միջազգային փաստաբանը նշեց, որ կան տարբեր գործիքակազմեր։ Կներեք, էլի միջազգային փաստաբանական խումբ կա, մեկ է Հայաստանի փաստաբանական խումբը, չէ՞։ Պարոն Վարդանյանը ունի եւ նաեւ ստեյցիան մյուսները ադրբեջանցի փաստաբաններ, որոնց խնդիրը այսպես կոչված պաշտպանության իրականացումն է Ադրբեջանի քրեական գործերի շրջանակներում։ Դից ոնց որ արհեստական ինչ-որ բան է։ Այդ դատավարություններում կենգուրու կորտը էլի լրիվ։ Այո, այդ դատավարություններում փաստաբանի ծառայություններ մատուցելն է մեղադրյալներին։ Հա։ Եվ հասկանալի է, որ սա կեղծ բեմականացված process է եւ որևէ փաստաբան չի կարող ազդել գործի ելքի վրա, առավել եւս չեն կարող ազդել ադրբեջանցի փաստաբանները։ Եվ կա միջազգային իրավաբանների թիմ, որոնց մեջ ներառնված են Հայաստանից փաստաբաններ, իրավաբաններ, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից։ Սա իրական իրավաբանական թիմն է, որը փորձում է միջազգային մեխանիզմների գործարկմամբ հասնել ազատ արձակման։ Եվ այդ իրավաբանական թիմի անդամ
միջազգային մարդու իրավունքների մասնագետ փաստաբաններ, որ տեսակետեր արտահայտել եւ նշել էր բազմաթիվ հնարավորություններ, որոնց կարող էր դիմել Հայաստանի Հանրապետությունը դրանք բաց թողնված հնարավորություններ են, սակայն պետությունը անընդմեջ պնդում է, որ այս անձանց հնարավոր չի ազատ արձակել։ Հիմնական ուղերձը այն էր, որ այս միջոցները սպառելուց հետո միայն պետությունը կարող է ասել, որ հնարավոր չէր ազատ արձակել, բայց քանի դեռ բոլոր միջոցները օգտագործված չեն, պնդում անել, որ ազատ արձակելը հնարավոր չէ, չի ստացվում, ուղղակի սպեկուլյատիվ է։ Հա, այսինքն չփորձել ու ասել, որ դե չփորձեցինք, որովհետև չէր կարալներ։ Այո, նախ պետք է փորձել, նոր տեսնել, ստացվում է թե ոչ։ Այս դեպքում մենք ունենք չկատարված փորձեր չունենք, բավարար քանակի փորձեր չունենք։ Հասկացա։ Իսկ ձեր կարծիքով այս ամեն ինչը ուր է գնում Ադրբեջանի պլանը, որն է, ինչ են իրանք սրանով ուզում անեն, էլի բաց այդ սիմվոլիզմը, ազդեցությունը, ինչն է իրանց հիմնական նպատակը։ Սիմվոլիզմը շատ կարևոր է, բայց նաև այդ տառապանքներ պատճառելն է մի ողջ ազգի, այո, սա միայն այնտեղ գտնվող հայերի տառապանք չէ, սա ողջ հայության տառապանքն է, ուստի այդ տառապանք պատճառելը որպես այդ ռասիստական քաղաքականության դրսևորում մենք պետք է արձանագրենք։ Իսկ դա մենք կարող ենք ապացուցենք դատարաններով։ Կարծում եմ, այո, միտում այստեղ միտումը կարելի է բացահայտել, ընդ որում միտումները գնահատելիս նշանակություն ենք տալիս պաշտոնատար անձանց հռետորաբանությանը։ Ու հայտարարություններ։ Այո, ինչ հայտարարություններ են կատարում, ինչ կոնտեքստում, ինչպես են բնութագրում հայերին, այդ դատավարությունների վերաբերյալ ինչ մեկնաբանություններ ունեն, կամ հասարակությունը ինչպես է ընկալում, հասարակությունը ինչ կարծիքներ է արտահայտում եւ այլն։ Սա առաջնային խնդիրն է։ Դրանից զատ Ադրբեջանը կարծում եմ ցանկանում է իր բանակցային ուժը մեծացնել եւ շահարկում է գերիների խնդիրը առավել ինտենսիվ քաղաքական ճնշում գործադրելու նպատակով։ Հասկանալի է, որ Հայաստանի իշխանություններին հարկադրում են պայմաններ եւ այդ պայմանների բավարարումը երաշխավորող գործոններից մեկը նաեւ գերիների վերադարձի հարցն է։ Նախորդ հայրենադարձումներն էլ եթե մենք ուսումնասիրենք, ապա կտեսնենք գործարքներ։ Օրինակ, վերջին հայրենադարձումը տեղի ունեցավ 2023 թվականի դեկտեմբերին, ինչ վճարեց Հայաստանը 32 գերիների ազատ արձակման դիմաց։ Նախ հանձնեց ադրբեջանցի 2 հանցագործների, որոնք ներխուժել էին Հայաստանի սուվերեն տարածք, կատարել էին հանցագործություններ, այդ թվում դիտավորությամբ կյանքից զրկել էին հայի, եւ այս հանցագործը ազատ արձակվեց եւ ներկայումս վայելում է անպատժելիություն։ Մյուս կողմից Հայաստանը քաղաքական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, որպեսզի COP29 միջոցառումը տեղի ունենա Ադրբեջանում։ Այսինքն էկոլոգիչ, այո, բնապահպանական, այո, ստացվում է, որ Ադրբեջանին անհրաժեշտ էին իր 2 հանցագործները եւ Ադրբեջանին անհրաժեշտ էր այդ բարձր մակարդակի միջոցառման կազմակերպումը Բաքվում եւ այս 2 պահանջների բավարարման դիմաց Ադրբեջանը հայրենադարձրեց որոշակի թվով հայերի, այսինքն սրա հետևում կար գործարք եւ կա ադրբեջանական շահերը բավարարող գործարք։ Իսկ ձեր կարծիքով այդ արդարացված էր։ Կոնկրետ այդ գործարքը կարծում եմ այո, ես համարում եմ, որ դա կարելի է համարել դրական դիվանագիտության դրսևորում, հասկանալի էր, որ
շատ կարևոր չէր Հայաստանի կողմից այդ միջոցառման հյուրընկալումը, ավելին քննարկման առարկա պետք է դարձնել արդյոք ունեինք անհրաժեշտ պայմաններ նման միջոցառում կազմակերպելու համար եւ դա դարձնել բանակցությունների առարկա եւ հասնել որոշակի թվով անձանց ազատ արձակման, այո, արդարացված էր։ Իհարկե, եթե Հայաստանը այլ ռազմավարությամբ մոտենար խնդրին եւ գնար Ադրբեջանին ճնշելով հասնել մարդու իրավունքների խնդիրների լուծմանը, նման գործարքները չէին կարևորվի, բայց կարծես թե ընդունվել է այն խաղի կանոնը, որ հայերի հայրենադարձումը պետք է արդյունք լինի քաղաքական գործարքների։ Մենք պետք է ինչ-որ բան զիջենք։ Այո։ Սա արդեն ձևավորված պրակտիկա է եւ յուրաքանչյուր դեպք ես կարող եմ մատնանշել, թե ինչպիսի գործարք է եղել։ Հունգարիան աջակցեց, որպիսի այս պահին կարող է սխալվեմ 5 կամ 10 գերիներ հայրենադարձվեն։ Ինչ շահեց Հունգարիան։ Հունգարիան այն պետությունն էր, որը կոռուպցիոն գործարքների, ադրբեջանական ներդրումների դիմաց Սաֆարովին արտահանձնեց 2 միլիարդի մասին էր, չէ՞ խոսքը, եթե չեմ սխալվում։ Այո, մեծ ներդրումներ արվեցին տնտեսության մեջ, բայց վստահ եմ, որ այս ամեն ինչի հետևում կար նաև այլ բնույթի կոռուպցիոն դրսևորումներ եւս, սա միայն երկրի տնտեսության մեջ ադրբեջանական ներդրում չէր, այստեղ անձնական շահագրգռություններ կային որոշումներ կայացնողների։ Հունգարիայի վարկանիշը որպես ժողովրդավար պետություն անկում էր ապրում, դա լարում էր առաջ բերել նաև հայ-հունգարական հարաբերություններում եւ գերիների խնդրի չլուծվածության պայմաններում ադրբեջանական-հունգարական հարաբերությունների բարձր մակարդակը հաշվի առնելով Հունգարիան ստանձնեց միջնորդի դեր եւ միջամտության շնորհիվ ազատ արձակվեցին որոշակի սահմանափակ թվով գերիներ, բարձրացավ հունգարական պետության անկում ապրող հեղինակությունը։ Լավամարտուս եկան, էլի։ Եվ արդյունքում, այո, հայ հասարակության մոտ վերականգնեց իր իմիջը, այն իմիջը, երբ գլխատող հանցագործը արտահանձնվում էր հերոսացման նպատակով հենց Ադրբեջան։ Իսկ այս պայմանությամբ Հայաստանը ինչ գործեր ունի Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում, արբիտրաժում։ Կան 3 հարթակներ, որոնք գործածվում են այս երկու պետությունների կողմից։ Միջազգային արդարադատության դատարանն է, որտեղ մեկական հայցեր կան։ Հայաստանը նախաձեռնել է հայց ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանը հայելային հայց է ներկայացրել Հայաստանի նկատմամբ։ Իհարկե, ադրբեջանական հայցերը հիմնավոր չեն, դրանք սպեկուլյատիվ են, տակտիկական նկատառումներով են ներկայացվում եւ արդեն իսկ մենք ունենք դատարանի որոշում, երբ նրանց հայցերի մի մասը անընդունելի է ճանաչվել։ Երկրորդ հարթակը դա մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, սա ռեգիոնալ եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող դատարան է, կա 4 հայց ընդդեմ Ադրբեջանի, 2 հայց ընդդեմ Հայաստանի եւ եվրոպական դատարանում Հայաստանը ունի նաեւ հայց ընդդեմ Թուրքիայի։ Քանի որ 2020 թվականի պատերազմին Թուրքիան ներգրավվածություն էր ունեցել եւ աջակցել էր, ներգրավել էր վարձկաններ, օդուժի կառավարումը, հրամանատարությունը եւս ստանձնել էին թուրքական իշխանությունները, մարդու իրավունքների խախտումներում առկա է նաեւ Թուրքիայի պատասխանատվությունը եւ սա է պատճառը, որ Հայաստանը նախաձեռնել է հայց նաեւ ընդդեմ Թուրքիայի։ Եվ կա երրորդ ատյանը, դա միջազգային արբիտրաժային դատարանն է։ Ցավոք սրտի այստեղ մենք ունենք միայն հայցեր ընդդեմ Հայաստանի Հանրապետության, 2 հայց Ադրբեջանը ներկայացրել է։ Սրանք արբիտրաժային գործընթացներ են եւ Ադրբեջանը հենվում է 2 կոնվենցիաների վրա, մեկը Բեռնի կոնվենցիան է, մյուսը էներգետիկ խարտիայի պայմանագիրը, եթե ավելի հասանելի լեզվով մեկնաբանեմ, հանքերի, հեկերի շահագործման խնդիրն է դրվում, դա որակվում է ոչ օրինական,
այսպես կոչված օկուպացված տարածքներում եւ դրանց շահագործման օգուտները որպես վնաս ներկայացվում են Հայաստանի Հանրապետությանը եւ նաեւ Ադրբեջանը ըստ ադրբեջանական հաշվարկների մի քանի 100 միլիարդների մասին է Ադրբեջանը փորձ է անում շրջակա միջավայրին բնությանը պատճառված վնասը եւս հաշվարկել, որը աննախադեպ է եւ նաեւ բաց թողնված վնասի գաղափարն են առաջ քաշում երկիրն են, չէ՞։ Այո, որ այդ տնտեսական գործունեությունը պետք է եւ կարող էին իրականացնել ադրբեջանցիները իրենց այսպես կոչված տարածքում, բայց փոխարենը իրականացրել են Հայաստանի իշխանությունները, ուստի այստեղ բաց թողնված օգուտի հարց կա։ Իմ գնահատմամբ այս հայցերը եւս հիմնավոր չեն, բայց դրանք արհեստականորեն նաեւ տնտեսական սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի համար։ Իսկ Ադրբեջանը ձևավորում է ռազմական սպառնալիքներ։ Ադրբեջանը ձևավորում է քաղաքական սպառնալիքներ, ներկայումս ձևավորում է նաև այդ տնտեսական սպառնալիքները եւ միևնույն ժամանակ միջազգային հանրությանը փորձում է ձևացնել, որ կա խաղաղության օրակարգ։ Բայց ոնց հասկանում եմ, շատ կազմակերպված աշխատում են։ Այո, ես կարծում եմ, որ պետք չէ թերագնահատել սխալների վրա ուսանել են, համախմբված են, փորձում են ավելի երկարաժամկետ պլանավորում իրականացնել, երբ ունեն գիտելիքի կամ կարողությունների բաց չեն ամաչում եւ ներգրավում են այլ երկրների խորհրդատուների պատրաստ են նաեւ այդ ծառայությունների դիմաց վճարել եւ համախմբված կերպով փորձում են իրենց ռազմավարական նպատակներին հասնել, իսկ կարծում եմ ադրբեջանական ռազմավարական նպատակները նվաճողական են եւ դրանք իրենց մեջ հավակնություններ ունեն նաեւ Հայաստանի Հանրապետության ներկա տարածքի նկատմամբ։ Դա չեն թաքցնում, բաց խոսում են դրա մասին։ Այո, եւ դրա օրինակներից մեկը նաեւ այդ արևմտյան Ադրբեջանի թեզերն են։ Այստեղ էլ մենք շատ հայելային պատկեր ենք տեսնում։ Հայերը իրական խնդիրների մասին են խոսում, արևմտյան Հայաստան կապված Թուրքիայի հետ հարաբերություններում եւ Ադրբեջանը արհեստականորեն ներմուծում է արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսությունը։ Բայց օրինակ չգիտեմ, այդ դատարանները, միջազգային այդ մասնագետները, գիտնականները, այս հարցը այդքան երևի լավ չեն պատկերացնում, հա, որ եթե կարելի է հայելային այդ ամեն ինչ անել, անգամ եթե իրականությանը չի համապատասխանում։ Ես թվում է մի քիչ լավ չեն պատկերացնում, էլի, չգիտեմ, պատմությանը չեն տիրապետում, գործի ներբություններին չեն տիրապետում, թե միջազգային իրավունքն է տենց աշխատում, որ դու կարաս օդից ինչ-որ մի բան հնարես ու դրանով գնաս դատարան։ Այդ ոնց է էլի աշխատում։ Նախ նշեմ, որ այդ մասնագետները շատ լավ են վարձատրվում Ադրբեջանի կողմից, ուստի այստեղ կան անձնական ֆինանսական շահեր։ Այսինքն ինչ-որ պատմաբան, որը չգիտեմ, Օքսֆորդը կամ Հարվարդն ապրծե ինչ-որ առումով հարգի պատմաբան է, Ադրբեջանը կարա գնա մեծ գումարներ առաջարկի, ինչ-որ օթից ռիսերչ անեն այս տարածքի հետ կապված ու հետո դա օգտագործեն որպես հիմք, հա։ Կարծում եմ շատ ճանաչված բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն նաև մասնագիտական հեղինակություն կհրաժարվեն, բայց դա վերաբերելի չէ բոլորին եւ կարծում եմ մի գին կա, որը ստանալու պարագայում շատերը կարող են անտեսել իրենց նաև մասնագիտական արժանապատվությունը, ցավոք սրտի ներկայումս երբ մենք ունենք ավելի մերկանտիլ, հասարակություն, նման երևույթները ավելի գլուխ են բարձրացնում, բայց նաև չեմ բացառում, որ ներգրավվածության ընթացքում լինեն փաստերի աղավաղումներ, այսինքն մասնագետները լսեն այլ նարատիվ, հանձնառեն գործը եւ ընթացքում բացահայտեն այլ ճշմարտություն, ուստի նման հնարքներով հայտնի ընկերությունների ներգրավելը եւս կարող է ադրբեջանական քաղաքականության մաս դառնալ։ Այսինքն ժամանակ են ձգում, փորձում են աղավաղեն իրականությունը
ու նույն բանն է երևի մեզ են չէ իրանք մեղադրում, որ մենք էլ ենք ինչ-որ պատմություն հնարում ու դրանով փորձում ենք ժամանակ ձգենք կամ իրանց մեղադրենք։ Այո, բայց Դրա համար երևի highline է կոչվում։ նայեք, հայլային ստեղծում են նախ, դրանով մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Այսինքն, երբ հայերը ներկայացնում են խնդիրները, միջազգային հանրությունն ասում է, բայց համանման խնդիրներ կան նաև Ադրբեջանի կողմից ներկայացված, այսինքն առաջնային sense մոտեցում է ձևավորում, որ միմյանց արժանի հարևաններ կան։ Եվ երկուստեք անարգում են միջազգային իրավունքը, որի դեպքում պետք չէ բռնել որևէ մեկի կողմը եւ պետք չէ լինել հասցեական։ Եվ սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շատ ընդհանրական անհասցեական երկու կողմերին կոչ է անում հարգել միջազգային իրավունքը այն պարագայում, երբ Հայաստանը հարգում է, իսկ Ադրբեջանը անարգում է։ Մյուս կողմից մենք հիմա նոր միտումներ ենք բացահայտում, ինչ են ասում ադրբեջանցիները։ Երկուստեք կհրաժարվենք միջազգային հայցերից։ Այդ ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ առաջարկում են Հայաստանը հրաժարվի իր կողմից ներկայացված բոլոր հայցերից, Ադրբեջանը հրաժարվի իր կողմից ներկայացված բոլոր հայցերից։ Ստացվում է, որ այս հայցերը ներկայացվել են հենց այդ տակտիկական նկատառումներով, որպեսզի ցուցադրեն փոխադարձության սկզբունքը։ Պատկերացնենք Ադրբեջանը պահանջ ներկայացներ միայն Հայաստանը հրաժարվի հայցերից, այստեղ ընդվզում կառաջանար ինչու միայն մենք, կամ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցեր չունենար։ Նորից պահանջը միակողմանի կհնչեր։ Հիմա իմ գնահատմամբ, երբ հասկացել են հայկական հայցերի վտանգները եւ այն, որ այս հայցերի միջոցով կարելի է արդարություն մտցնել այս զարգացումներում, նրանք խնդիր են դնել, հարկադրել Հայաստանի իշխանություններին հրաժարվել միջպետական հայցերից եւ այդ հարկադրանքը ուժեղացնելու ձևերից մեկը հայցեր ներկայացնելն է, այդ իրավական սպառնալիքներ հարուցելը, որից հետո երկկողմանիության սկզբունքով բոլոր հայցերի հետ կանչը, որտեղ շահած է դուրս գալիս բացառապես Ադրբեջանը։ Այսինքն մենք իրական գործերով դիմում ենք դատարաններ, Ադրբեջանը հնարած գործերով դիմում է, հետո ասում է դե եկեք երկու կողմով է այդ հայցերը հետ կանչենք, ու դա նաև երկու պետության ղեկավարներն է փորձում են ծախել որպես քաղաքական հաղթանակ, որտեղ հայցերը հետ կանչվեց, բայց մեր դեպքում դա իրական էր, իրենց կողմից դա հեքիաթներ էր։ Այո, եւ մեկ այլ իրականություն, մենք ենք տուժել ադրբեջանական ագրեսիայից, այսինքն Ադրբեջանը ուժ է գործադրել միջազգային իրավունքը խախտելով, Ադրբեջանը կազմալուծել է Արցախի հակամարտությունը լուծող քաղաքական մեխանիզմը, Մինսկի խումբը, Ադրբեջանը բռնի տեղահանել է Արցախահայությանը, Ադրբեջանը այս պահին էլ օկուպացնում է Հայաստանի Հանրապետության տարածքը, Ադրբեջանը միջազգային հանցագործություններ է արել հայերի նկատմամբ, հայերը որևէ գործողություններ չեն կատարել եւ ստացվում է, որ իրավական պահանջատիրությունից հրաժարվելու դեպքում մենք լեգիտիմացնում ենք ադրբեջանական ավարը, ինչ տեսքով էլ որ դա լինի, տարածքների, մարդկային կյանքերի, դիվանագիտության եւ այլն։ Այն ամեն ինչը, ինչ տեղի է ունեցել մեր նկատմամբ եւ տեղավորելի չէ իրավունքում, այդ ամեն ինչը դառնում է Ադրբեջանի ձեռքբերում։ Բայց այդ ամենը կուլ տալով ախր ինչ խաղաղության մասին է խոսք, էլի, ասինքն իրանք ինչ ուզում են պարտադրում են, հա, տենց է ստացվում։ Այո, եւ սա կարծում եմ հենց այդ կեղծ խաղաղության օրակարգն է։ Այստեղ չկա խաղաղություն, կա խաղաղության իմիտացիա, եւ ես ինքս այն թեզի կողմնակիցն եմ, որ խաղաղությունը չեն մուրում։ Խաղաղությունը կերտում են, իսկ կերտելու համար պետք է լինել ուժեղ։ Պետք է ունենալ համախմբված հասարակություն, ուժեղ բանակ, լավ կառավարում
եւ այլ ենթակառուցվածքներ, բայց խաղաղության հասնելու գինը դա ուժեղ լինելն է եւ ագրեսիան հակակշռելու հնարավորություններ ունենալն է։ Եթե այդ ամեն ինչը մենք չենք կերտում, հասկանալի է, որ Ադրբեջանը որևէ այլ փուլում կրկին ագրեսիայի է դիմելու։ Ժամանակ այս դեպքում խոսում է հօգուտ Ադրբեջանի։ Մենք չենք կարող խուսափել այդ անխուսափելի ագրեսիայից, մենք ընդհանրապես կարող ենք դա հետաձգել հօգուտ Ադրբեջանի, որպեսզի Ադրբեջանը ավելի լավ վերակազմակերպի եւ թարմացած ուժերով նոր ագրեսիա գործադրի։ Իսկ մենք այդ դեպքում ինչ ենք անում։ Մենք ոնց կարանք օրինակ վերակազմակերպենք ուժերը հավաքենք, ասինքն մեզ այդ ամեն ինչի համար նաեւ ժամանակ չէ պետք որ կարողանանք այդ ռեֆորմները անենք, չգիտեմ, ռեսուրսներ ներգրավենք, ավելի լավ կազմակերպվենք, ավելի լավ ներկայանանք, չգիտեմ, միջազգային դատարանում բանակ ուժեղացնենք, զենք ներկրանք, չգիտեմ, 100 միլիոն հատ բան կարելի անել։ Դրա համար էլ մեզ էլ չէ ժամանակ, ոնց հասկանամ։ Օրինակ ես երբեք չեմ լսել, ճիշտ է շատ հայկական մեդիա չեմ նայում, բայց չեմ լսել, կարող է ասել են այդպես բաներ, բայց համենայնդեպս ես չեմ լսել, որ ինչ-որ մարդիկ ասեն, որ գիտեք ինչ ժողովուրդ պետք է երկար խաղանք։ Այս մի տարվա, 2 տարվա, 3 տարվա, 5 տարվա բան չի։ Այս պետք է երկար աշխատանք տարվի, որ մենք կարողանանք ոտքի կանգնենք այդ պարտությունից հետո։ Այո, դե հասարակությանը պետք է նախապատրաստել եւ նոր գաղափարախոսություն բերել օրակարգ։ Եթե օրինակ 10 տարի առաջ ողջ հայությանը համախմբում էր Արցախի խնդիրը, հիմա մենք պետք է վերաիմաստավորենք եւ հասկանանք, որ հարցերի նպատակների շուրջ ենք համախմբվում, նման գաղափարախոսություն կարծում եմ այս պահին օրակարգ չի բերվում եւ սա զրկում է հասարակության կոնսոլիդացվելու հնարավորությունից եւ նաեւ մյուս հարցը, որ մենք չենք կարող հարթակների այնպիսի փոփոխություն մտցնել, որտեղ որ թույլ ենք։ Օրինակ, ասինքն մենք թույլ ենք, պետք է արձանագրենք ռազմական, պարտվել ենք պատերազմում, ուզենք թե չուզենք, հաճելի է դա լսել, գիտակցելը, թե ոչ դա պետք է ընդունենք, եւ երկրորդը մենք նաեւ քաղաքական առումով ենք պարտվել, որովհետեւ չենք կարողացել հարցը լուծել քաղաքական ճանապարհով։ Եվ մեր դիվանագիտությունը չի կարողացել կանխել մեր նկատմամբ ագրեսիան։ Այսինքն թեզը, որ պատերազմը դիվանագիտության պարտությունը դուք դրան հավատում եք։ Այո, կարծում եմ, որ պատերազմները կանխվում են հենց դիվանագիտության շնորհիվ, բազմաթիվ երկրներ կան, որոնց կարելի է գրավել ժամերի ընթացքում, բայց նրանք կայուն ապահովում են իրենց պետականությունը։ Այստեղ ոչ թե ռազմական գործոնն է, որը հանգեցրել է այս պետությունների գոյությանը, այսինքն ռազմական առումով այնքան ուժեղ են, որ հարևան երկրների հետ կարող են մրցակցել, այլ դիվանագիտությունն է եւ տվյալ երկրներում շահեր ստեղծելը։ Օրինակ Մոնակոն կարելի է շատ հարևան յուրաքանչյուր պետություն, կարծում եմ մի քանի օրվա ընթացքում կարող է ամբողջովին գրավել, բայց ինչու չեն գրավում, ինչպիսի շահեր են գերտերությունները տեսնում կամ ինչ շահեր են սպասարկվում այդ իշխանությունների պետության կողմից, որը կանխում է պատերազմները, սա է հարցը եւ մեր խնդիրն է նաև ձևավորել շահեր եւ այդ շահերի միջոցով կանխել մեր նկատմամբ ագրեսիան, այսինքն շահերը եւ դիվանագիտությունը կարող էին զսպել պատերազմը, եթե չեն զսպել, նշանակում է մենք չենք կարողացել հետաքրքիր լինել եւ աշխարհին։ Այո։ Բայց մենք նաեւ առնվազն վերջին 5 տարիների ընթացքում կարողացել ենք հաղթանակներ ցուցադրել իրավական հարթակներում։ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում Հայաստանի ներկայացուցիչը
այո, ստորացրել է Ադրբեջանի ներկայացին, հաղթանակ արձանագրելով եւ ճշմարտությունը բարձրաձայնելով։ Որտեղ որ ուժեղ ենք, պետք է մեծացնենք այդ հարթակներում աշխատանքը եւ թույլ չտանք, որ փոխակերպում տեղի ունենա եւ մեզ ուժեղ դաշտից տանեն այնպիսի դաշտեր, որտեղ մենք առայժմ պարտվող ենք։ Օրինակ քաղաքական հարթակում միակողմանի որոշումներ են կայացվում։ Մենք վատ ենք դիրքավորված եւ բոլոր հարցերը թողնել քաղաքական հարթակում ծարաբեռնել այն հարթակը, որտեղ մենք թույլ ենք, իմ գնահատմամբ մեծ տակտիկական սխալ է։ Հասկացա։ Պետքա կազմակերպվել։ Այո։ Ես վերջերս այդ թեմայի մասին շատ եմ մտածում, այդ միասնության կամ ահագին կարդալուց մի քանի գիրք ուսումնասիրելուց հետո այն գաղափարին եկա, որ այդ միասնությունը մի քիչ ավելի շատ պատրանք է, ավելի շատ իրականությունը, միջավայրը, չգիտեմ, երկրները, հասարակությունները փոխում են շատ լավ կազմակերպված փոքրամասնությունները, ովքեր հավատում են այն գաղափարախոսությանը կամ այն իդեային, որը կրում են, ու նաև պատրաստ են համ երկարաժամկետ խաղան, համ չգիտեմ, պոկերի լեզվով ասած all-in գնալ։ Եթե տենց փոքրամասնություններ չկան, մեծամասնության չեն կարա ստիպեն ինչ-որ հարցի շուրջ կոնսենսուս ունենալու առումով էլի։ Փոքրամասնությունը պետք է առաջնորդությունը ստանձնի եւ մենք այստեղ այո չեն կարող կոնսենսուսային որոշում ունենալ ողջ հասարակության ներսում, հատկապես սա անհնար է հայերի պարագայում, երբ միշտ կան չհամընկնող տարբերվող կարծիքներ եւ նաեւ այդ տարաձայնությունների հարթման մեխանիզմները լավ չեն աշխատում տարբեր մակարդակներում, բայց մենք նաև պետք է ունենանք կրիտիկական փոքրամասնություն։ Որոշակի թիվ կա, որը կարողանա այո ստանձնել մեծամասնության առաջնորդությունը, իսկ մնացյալի պարագայում մենք ուղղակի կունենանք ուժեղ անհատներ, որոնք իրենց միջավայրերում փոփոխություններ կմտցնեն, բայց համազգային ուղի չեն կարող դեռևս հարթել։ Փոքր կլաստերներ են ձևավորվում ու հիմա էլ կան ձևավորված, բայց հլա դեռ դրանք չեն կպնում իրար, որպիսի ավելի մեծ փոփոխությունների ալիք գնա, բայց համենայն դեպս կան արդեն, որը ուրախացնում այլ։ Ինձ համար շատ կարևոր է նաև ում շուրջ համախմբվելու ունակությունը։ Ես մի ցավոտ հետևություն եմ արել, ցավոք սրտի պարոն Վարդանյանի օրինակով։ Ըստ էության ես համարում եմ իրեն բացառիկ հայ, ով զոհեց գնաց անձնազոհության հանուն ընդհանուրի։ Եվ պարոն Վարդանյանի ներկայությունը Արցախում դա բացեց պայքարի նոր էտապ, նոր հույս եւ հնարավորություններ։ Այսինքն լինելով անհատ, որը կարող էր ինքնուրույն ապրել իր ուղով, իր ճակատագրով, ավելի համազգային հարցերի խնդիր ձևակերպեց եւ զոհաբերեց անձին վերաբերող ամեն ինչ հանուն ընդհանուրի արցախահայության։ Բայց մենք բայց մենք մի հատ այլ բացական երևույթի ականատես եղանք, այսինքն ինքը հայտնվեց Արցախում, որպեսզի մենակ չթողնի արցախահայությանը։ Բռնի տաղահանման process-ում, որը այո բռնի էր եւ կար հարկադրանք եւ ես ընդունում եմ, որ այստեղ կամքի ազատությունը սահմանափակված էր, միևնույնն է մենք տեսանք, որ ինքը մենակ մնաց։ Եվ կարծում եմ նույն իր ձերբակալումը հնարավոր եղավ
նաև նրա շնորհիվ, որ Արցախայությունը չհամախմբվեց Ռուբեն Վարդանյանի շուրջը։ Այսինքն իրենք լքեցին այն անձին, ով անձնազոհության էր գնացել հանուն ընդհանուրի, եւ մենք պետք է հետևություններ անենք սա հասարակության ինչպիսի որակ է, ինչ պատճառներով է ձևավորվել եւ ուր կարող է տանել մեր հասարակությանը։ Հետաքրքիր հարցադրում է։ Ես չգիտեմ, Հայաստանում էլ Արցախ, Հայաստան մենք ինձ թվում է նույնակ ինչ որ տեղերում կարող է այդ բաժանարար գծեր դրվում, բայց իմ կարծիքով մենք բոլորս նույն մենտալիտետով մարդիկ ենք ու չգիտեմ էլի համախմբվելը նայեք ախր այդ նույն այդ գաղափարին զուտ փորձում եմ բարձրացնել ձեր հետ մտածեմ այն գաղափարին որ հետ գնամ որ համախմբվելը իրան չի լինում էլի համախմբվելը լինում է երբ որ մի քանի բաներ իրար հետ համընկնում է չգիտեմ տրամադրությունները աշխատանքը խումբը որը փորձում է այդ մարդկանց համախմբի տենց ես սկսել եմ կարող է սխալ եմ իրոք կարող է սխալ եմ բայց ես սկսել եմ հավատալ որ մարդկանց մեծ խմբերի հույսին պետք չի մնալ եթե ուզում ես մարդիկ ինչ որ հարցի շուրջ համախմբվեն պետք է դու ամեն ինչ անես որ մարդիկ այդ հարցի շուրջ համախմբվեն որովհետև եթե թողես մարդկանց հույսին չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ բայց հատե կարելի է ուտել ու տելևիզոր նայել էլի չգիտեմ բայց մարդիկ կան որ մինչև վերջ պատրաստ են պայքարեն մարդիկ կան որ չեն ուզում ոչ մի բան անեն մարդիկ կան որ ուզում են հանգիստ ապրեն ու իրանց երեխեն չգնա պատերազմը մահանա մարդ կա պատրաստա իր անե իր երեխուն է ու ամեն ինչը զոհաբերի իր երկրի համար այսինքն խմբերը շատ տարբեր են մարդիկ շատ տարբեր են ցանկությունները շատ տարբեր են ու այդ մարդկանց համախմբելն է հեշտ չի ու նաև պետքա դրա համար շատ կազմակերպված ու երկարաժամկետ աշխատանք որը ինչ որ խմբեր փորձել են անեն բայց իմ կարծիքով էլի նշում եմ կարող է սխալ ունեմ ոչ մեկի մոտ չի ստացվել Կարծում եմ մարդկային որակների խնդիր է եւ նաեւ ինչու ոչ կյանքի իմաստավորման կան մարդիկ որոնք ցանկանում են ընդամենը անձնական խնդիրներ լուծել եւ դա բավարարվածության զգացում է տալիս կան մարդիկ որոնք ցանկանում են համայնքային խնդիրներ լուծել այսինքն իրենց կարևորությունը տեսնում են ոչ միայն սեփական անձի բարեկեցության կառուցման մեջ, այլ կարծում են, որ ավելի խնդիրներ կարելի է լուծել։ Պետք է նաև նման նպատակներ ձևակերպել եւ հասնել այդ խնդիրների լուծմանը։ Կան մարդիկ, որոնք այո պետական նշանակության խնդիրների լուծմանն են ցանկանում մասնակցություն ունենալ եւ կան նաեւ գլոբալ Հիմա համախմբումը կարող է տեղի ունենալ, եթե այդ նույնական տեսլականն է ձևավորվում, եթե մեր հասարակության մեջ լինեն շատ հայեր, որոնք կարևորում են, իմաստավորում են իրենց կյանքը համապետական նշանակության խնդիրների լուծմանը մասնակցություն ունենալով, դա են չափում Համաձայն եմ, բայց որտեղից պետք է այդ մարդիկ ձևավորվեն։ Օրինակ ինձ այդ ավելի այդ հարցինց հետաքրքիր է կրթություն։ Մենակ կրթությունը չի, ախր կներեք էլի կարող է սխալ եմ դուք ճիշտ եք, բայց իմ օրինակով բերեմ կամ չգիտեմ կարող է իմով սխալը մարդիկ ինչ որ մեծ բաների մասին սկսում են մտածեն այն բանից հետո, երբ որ գոնե իրանց մինիմալ կենցաղային հարցերը լուծել են։ Այդ Մասլոյի բուրգն է, էլի կոպիտ ասած։ Եթե դու քո ամենամինիմալ հարցերը չես կարողանում մինչև այսօր լուծես, ինչ երկրի, ինչ ազգի, ինչ, չգիտեմ, մեծ բաների մասին մտածելու մասին է։ Չգիտեմ, ինձ գիտեք ինչն է միշտ
այդ հարցը ուզում եմ տամ, արդյոք այն երկրում, որտեղ կա 40%-ից ավել աղքատություն, մենք կարանք մարդկանցից այդքան շատ բան պահանջենք։ Մենք բոլորս իրարից։ Իմ կարծիքով շատ բաներ գալիս է արմատ ընդեղա այդ աղքատությունն է։ Քանի որ մենք դեռ լավ չենք ապրում, քանի որ դեռ մենք աղքատ ենք, քանի որ ու դրա պատճառով նաև վատ կրթված ենք ու նաև դրա պատճառով չեմ վախենա այդ բառը ասեմ, չտեսենք, լիքը բան չենք տեսել ու չենք պատկերացնում, դրա պատճառով մեր մտահորիզոնը շատ նեղ է։ Այդ դեպքում չգիտեմ, թույլ տվեք չհամաձայնվել, իհարկե ես կրթություն ասել ավելի լայն եմ հասկանում, կրթությունը պետք է ձևավորի արժեհամակարգ եւ նաեւ նպաստի լրիվ համաձայն եմ։ ինքնության, հայի ճիշտ ինքնության, ձևավորմանը, բայց այստեղ կարծում եմ արժեհամակարգի բուրգ ունենք, ես կարող եմ կոնկրետ օրինակ բերել, օրինակ իմ տատիկ պապիկները ապրել են ավելի սուղ կենցաղային պայմաններում։ Ընդունում եք, չէ, որ արևմտյան Հայաստանում կենցաղը ավելի բարվոք չի եղել, սովետական, այո, բայց այդ ամեն ինչով դժվարություններով հանդերձ ունեցել են շատ երեխաներ, օրինակ 6-7 երեխայից պակաս իմ երկու ծնողների պարագայում էլ չի եղել, իհարկե մյուս ավագ սերունդը ավելի մեծաթիվ, զավակներ են ունեցել։ Հիմա եթե փորձեմ պրոյեկտել ներկա իրավիճակին, մենք ունենք առավել բարվոք պայմաններ, հնարավորություններ, պարզեցված կենցաղ, բայց նման պայմաններում կենցաղը դառնում է ծնելիությունը խոչընդոտող գործոն։ Դե հայտնի կորոլացիա մարդիկ ինչքան լավ են սկսում ապրեն, այնքան ծնելիություն են գնում։ Այսինքն բայց մենք ընդունում ենք, չէ, որ դեմոգրաֆիան դա ամենակարևոր խնդիրն է, հա, ազգային նշանակության խնդիր է եւ տեսակը չի կարող վերանալ։ Հիմա եթե կիրթ ենք, եթե սկսել մեր կենցաղային խնդիրները սկսել ենք լուծել, բայց չենք ցանկանում մի քայլ ավել մտածել, որպիսի նաև այնպես կազմակերպենք մեր անձնական կյանքը, որ կարողանանք նպաստել հասարակության համար կարևոր խնդիրների լուծմանը, այս պարագայում հակասություն է առաջ գալիս։ Մենք որոշակի արժեքներ զոհում ենք հանուն առավել կարևոր արժեքների։ Ինչպես կկառուցենք այս արժեքային բուրգը, դա էլ կկանխորոշի մեր գործելակերպը։ Դրա համար իմ գնահատմամբ կրթությունը այստեղ շատ կարևոր գործոն է եւ կրթության խնդիրը պետք է լինի այնպիսի արժեհամակարգ ձևավորելը, որը կօգնի ընդհանուր հանրային նշանակության շահերի լուծմանը։ Իրականում իմ ասածն էր, իմ ասածն այն էր, որ այդ ամեն ինչը պետք չի պահանջել են սովորական մարդկանցից կամ այն մարդը, որ աղքատության մեջ է ապրում, այլ այն, չգիտեմ, էլիտաներ կլինի, կառավարություն կլինի, կրթված մասնագետներ կլինեն, արտասահման կրթված կամ ստեղ կրթված կապ չունի, այն մարդիկ, ով որ գիտակցում են դրա կարևորությունը, պետքա իրանք անեն։ Իրանք պետքա դա ստեղծեն, բայց եթե իրանք չեն անում դա ու մեղադրում են, որ մարդիկ չեն համախմբվում, այդ է իմ համար անհասկանալի։ Ինձ համար մի հատ շատ տեսանելի ցուցանիշ կա, որով ես կարողանում եմ իրապես չափել հայերի համախմբվելու կարողությունը, դա բակային վիճակն է։ Հա, կմարամասնեք հետաքրքիր է շատ։ Տեսեք, բակերը, որի վիճակը ազդում է յուրաքանչյուրիս տրամադրության, ինքներս մեր անձի հանդեպ հարգանքն է նաև արտացոլում, որպես կենցաղային պայման, գտնվում է շատ վատ վիճակում։ Խայտառակված։ Եվ երբ օրինակ շենքի բնակիչները կամ մի քանի շենքերի բնակիչներ պետք է համախմբվեն բոլորի շահերը շոշափող բակային խնդիր լուծելու համար, այդ համախմբումը տեղի չի ունենում եւ բակային հարցերը մնում են չլուծված։ Հիմա եթե այսպիսի հարց տամ, եթե մի շենքում ապրող բնակիչները
մի բակում ապրող բնակիչները չեն կարողանում համախմբվել։ Յուրաքանչյուրին առնչվող, յուրաքանչյուրի շահերը շոշափող, յուրաքանչյուրի բարեկեցության վրա նշանակություն ունեցող խնդիրներ լուծելու շուրջ, ինչպես կարող է այդ հասարակությունը համախմբվել ավելի բարդ հարցերի լուծելու շուրջ։ Օրինակ մենք, եթե չենք կարողանում բակային խնդիր լուծել, ինչ է կարծում կարող ենք համախմբվել պաշտպանությանն ուղղված խնդիրներ լուծելու համար։ Կարծում եմ նախ պետք է փոքր համախմբումներ լինեն, այդ ունակությունը ձևավորենք, ցուցադրենք, որից հետո ընդլայնենք։ Օրինակ բերեմ, ես Ուկրաինայի հայատներում շատ եմ եղել, ու Ուկրաինայի հայատները շատ ավելի բարվոք վիճակում են, քան Հայաստանում։ Մի հատ պարզ պատճառով։ Ամեն հայացում 3 հատ տատիկ կա, որոնք բոլորին կսպանեն բառեզբուն իմաստով, եթե այդ հայացում մի հատ ավելի լավ տո հայտնվի կամ ինչ որ մի հատ այն վիճակը լինի, որ ստեղ։ Այսինքն այնտեղ հարևաններով չեն համախմբվել, որ այդ վիճակը փոխվի, այլ կա փոքր ինչ որ խումբ, որոնք ամեն ինչ պատրաստ են անեն, որ դա չփոխվի։ Այսինքն ես այդ հարցի մի քիչ ուր ձև եմ նայում, պետք չի համախմբել։ Պետք է գտնվեն մարդիկ, օրինակ ասեմ, իմ ընկերոջ եղբայրը, ում հետ էլի շատ մոտիկ ենք, իրան հարևանները իրանից զզվում են, որովհետև այդ տղեն դաժե դատարան է գրում իր հայատի հարցերը լուծելու, ու իրանց հայատում հարցերը լուծվում են, մենակով, ինքը հարց է լուծում, քաղաքապետարան 10 հատ նամակ է գրում, դատարան է գրում, հարևանին է դատի տալի, ամեն ինչ անում է, որ այդ հայատը նորմալ մնա, նորմալ մարդիկ իրան սիրում ու գնահատում են, բայց այն տականքները, որ ամեն ինչ անում են, որ այդ հայատում գարաժ դառնա, իրան տանել չեն կարողանում, ինքը պատրաստ է այդ բեռը իր վրա կրի, որ որոշ հարևաններ իր ավտոն կարան դաժե խազեն իր գունը։ Այսինքն իմ ասած այնա, որ պետքա գտնվեն մի քանի անհատ բակային մակարդակով, ովքեր պատրաստ են այդ պատասխանությունը կրեն իրանց վրա, այլ ոչ թե պատասխանությունից փախնեն այն ասելով, որ գիտեք ինձ մենք չենք համախմբվում։ Օրինակ դուք էլ եք տենց անհատ, ով հարց է լուծում, առանց սпасելու ինչ որ մարդկանց համախմբվելու շուրջ։ Դուք էլ դրա լավ օրինակն եք։ Այո, կարծում եմ, նայեք, մեր ասածները լրացնում են այն առումով, որ ես մեր հասարակությանը գնահատում եմ որպես համախմբվելու ունակություն չցուցադրող հասարակություն։ Այդ մասով լրիվ համաձայն եմ, բայց սիմպտոմներն եք տարբերում։ Այո, եւ ունակությունը կտեսնեմ, եթե հասկանամ, որ առնվազն բակային խնդիրներով նրանք կարողացան համախմբվել, այսինքն կարողությունը չափում եմ այդ փոքր հարցերից, իսկ քանի որ հասարակությունը համախմբվելու ունակություն չի ցուցադրում, հարցերի լուծման միջոցները կամ պետական ակտիվ միջամտությունն է, այսինքն այստեղ պետք չի թողնել հասարակության հայեցողությանը, այստեղ վարչական ճանապարհով պետք է անընդհատ կանոնակարգել։ Ոնց անում են Ադրբեջանում։ Այո։ Բայց այնտեղ բանա դիկտատուրա կարող այդքան լավ օրինակ չի, բայց այդ առումով իրանք ավելի կազմակերպված են, քան մենք։ Այո, այստեղ փաստորեն պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինները որպես ֆորմալ, լիդերներ եւ դրանց փոխարինող ոչ ֆորմալ լիդերներ, ինչպիսիք կարող են լինել, այո, տատիկը, որը որոշակի գործառույթ է վերցնում, կամ այն անձինք, որոնք այո, իրենց առօրյայի կամ գործունեության փոխարեն այդ բեռը վերցնում են եւ փորձում են հասնել որոշակի խնդիրների լուծման։ Հա։ Ու տես մարդկանց մենք պետքա իրանց երևի կողքը կանենք, որտեվ չասենք, էսով է գնաց գործ տվես, այլ ասենք ապրես ախպերես, մենք կամ ընկերուհիս տարբերություն չդնենք, մենք պատրաստ ենք քեզ օգնենք ու ես էլ եմ պատրաստ, չգիտեմ, այդ գործ տվողի պիտակին որա կրեմ հանուն ընդհանուրի շահի, առանց սпасելու թե մնացածը կհամախմբվեն ու չէ, ու ինչ է ուզում ասել։ Այստեղ մշակույթն է, տեսեք արդեն ինչ մշակույթ ունի հասարակությունը եւ ինչպիսի նաեւ ենթամշակույթներ կան, եթե մենք քրեական ենթամշակույթ ունենք, հասկանալի է, որ այդ գործողությունները արատավորվելու են։ Միանշանակ, բայց պետքա պատրաստ լինենք որոշ մարդիկ
իրենց զոհաբերեն, օրինակ ես ոդկասթում ասել եմ, որ ավտո եմ տեսել սխալ կանգնած, որը խանգարել է, ես զանգել եմ ոստիկանություն։ Ես չեմ ամաչել դրանից ու բարձր հանրային ասում եմ, որ տեսել եմ, որ թեքահարթակի դիմաց ավտոյա կանգնած եղել, սպասել եմ, եկել է կռիվ են արել, սպասել եմ չի եկել, տարբեր դեպքեր եղել։ Ես ոստիկանություն եմ կանչում ու որ հարցը լուծվի։ Որտեղ էլ այդ մարդիկ չկանգնեն, որ ինքը գա, ես իրան եք ասեմ, գիտես ինչ, ես եմ զանգել ոստիկանություն, որտեվ ինձ էս խանգարում։ Ես իմ երեխու հետ կալյասկով չեմ կարող։ Չեմ ասում, ախր նայեք մենակ ես վերջերս այդ ազատությունով այդ բան էի լսում, լուր, որտեղ այդ կարգադրում էին ավտոբուսի վարորդներին, որ այդ եթե չեն վճարել չթողեն իշնել ու ասում է, սենց արտահայտություն անում, որ ականջածակում, որ ամեն տեղ էդի կլսեք, խոսակցություն եք բերեմ մեր վրա ու չգիտեմ, գնում ես ինչ-որ շենքի դեմը պարկինգ ես անում, ախրանիկը գալիս է, ասում է, այս տնօրենի տեղն է, խոսակցություն վրես մի բեր։ Այդ ցավոտ անեմ, դուք ինչ եք խոսում, էլի դուք ձեր գործն եք անում։ Ու կամ եթե ինչ-որ մեկը քեզ խանգարում է, մի գնա ինչ-որ վերացական ասա, ստեղ երեխեք են անցնում, դու ստեղ կանգնել ես, խանգարում ես։ Կոնկրետ ինձ ես խանգարում, պատասխանատվությունը քո վրա վերցրա, կոնֆլիկտը քո վրա վերցրա։ Այդ ժամանակ կարող է մի դիմացինը փոխվի, բայց երբ որ մենք պատրաստ չենք անհատապես մեր վրա պատասխանատվություն վերցնենք ամենափոքր հարցերում, մեր հայատները ելնելու է այդ, չգիտեմ, գարաժներ լցված աղբով, որտեղ երեխեքը խաղալու իրավունք չունեն, իսկ մենք ասում ենք ամեն ինչ անում ենք երեխեքի համար, բայց ֆանտաստիկ վատ քաղաք է Երևանը երեխեքի համար կամ Հայաստանի որ քաղաքն է վերցնես, վատ միջավայր է երեխա մեծացնելու համար, որտեղ երեխեքը խաղալու տեղ չունեն։ Բայց տենց ընտիր կերասներ ենք ասում ու չենք ուզում ընդհանրապես ոչ մեկին նեղացնենք, գիտեք խի, կարող է վիրավորեմ լիքը մարդ, որովհետև թույլ ենք, որովհետև վախենում ենք, որովհետև մտածում ենք մեր մասին վատ բան չմտածենք։ Այդ չգիտեմ, թուլությունն է, ամենասովորական թուլությունն է, որ դու սպասում ես, որ ինչ-որ մեկը քո փոխարեն հարց լուծի։ Ու հա, այդ մասով ճիշտ եք, այդ կախված չի աղքատության հետ, այդ անհատական որակա, որը մշակույթով է գալիս, բայց այդ մշակույթը կարա փոխվի մենակ այն ժամանակ, երբ որ կրիտիկական քանակությամբ մարդիկ գիտակցեն ու սկսեն փոխեն։ Այո, եւ այստեղ այն մոտեցումն էլ, որ հանրային շահերը միշտ գերակա են եւ մենք մեր անձնական շահերի համար չենք կարող անտեսել հանրայինը, դա նորից տեսանելի է բակերում, օրինակ առավել կարող եմ ասել աներես կամ հանրային շահեր չգիտակցողները կարող են բերել երկաթե ձողերով բակերում ստեղծել անհատական կանատեղիներ, քանի որ իրենց կարևորում են ընդհանուրից եւ այս մոտեցումն է, որ բացաբար է անդրադառնում հասարակության վրա։ Գիտակցումը պետք է ձևավորվի, որ ընդհանուրի շահերը միշտ գերակա են, առավել կարևոր են եւ յուրաքանչյուրս պետք է զոհաբերի իր շահը հանուն ընդհանուրի։ Հա, որտեվ ինչ որ բաները եթե ընդհանուրում լավ չեղավ, բոլորիս համար վատ է։ Մենք չգիտեմ, օդի ախտվածությունից սկսած մինչև բակեր այդ վիճակում վերջացրած, մինչև ոնց են թույլ տալի մեր քաղաքացիների հետ թշնամի պետությունը վերաբերվի։ Այո, սա ընդհանուրի թուլության արդյունք է։ Հա։ Իսկ դες ինչն է ոգևորում, ինչն է ուշ տալի, որ կարողանաք պայքարեք ու որոշ հարցերում նաև ձեր սեփական շահային կողմ դնեք ու զբաղվեք նրանով, որ կարծում եք, որ հանրայինի շահը։ Երկու գործոն կա, նախ ես միշտ փորձում եմ վերադառնալ իմ արմատներին եւ հաշվի առնելով, որ իմ տատիկ պապիները ցեղասպանության վերապրածներ են, ես համարում եմ, որ այդ կյանքի գինը ինձ համար այլ արժեք ունի։ Ես գիտակցում եմ այն տառապանքները, որոնք հաղթահարել են նոր կյանքի շարունակություն տալու համար եւ կարծում եմ, որ դա ես չեմ կարող վատնել ժամանցային։ Իհարկե հնարավորություն ունեմ սպառողական հասարակության հերթական անդամը լինել, ապրել ժամանցային կենցաղով, բայց միշտ հետհայացք եմ գցում եւ փորձում եմ երկխոսել իմ նախնիների հետ։
Սա երևի առաջնային գործոնն է եւ երկրորդը, երբ կարողանում ես փոփոխություն մտցնել այլ անձի կյանքում, ինձ դրանից ավելի հաճելի զգացողություն չկա։ Քեզ հետ կապված կարող ես լուծումներ տալ, հաջողություններ արձանագրել, բայց այդ կարծում եմ հոգեկան բավարարվածությունը նույնական չէ, քան երբ կարողանում ես օգնության ձեռք մեկնել եւ դժվարին կացության մեջ գտնվող անձին օգնել հաղթահարել այդ դժվարությունը։ Դժվարության մեջ գտնվողին օգնելը կարծում եմ մարդկային մի որակ է զարգացնում, որը անփոխարինելի է, նույնիսկ այդ ընկերական հարաբերություններում մենք ջերմություն ենք կերտում, բայց չի կարող փոխարինել այն հոգեկան բավարարվածությանը, երբ դու տեսնում ես քո գործունեության արդյունք, ազդեցությունը մեկ այլ անձի կյանքում, եւ իմ գնահատմամբ այո, ուրախությունը շատերը կարող են կիսել, բայց դժվար է կիսել այդ տխրությունը կամ ծանրությունը նման իրավիճակում հայտնվածների հետ։ Երևի այդ բանն է, էներգիան եւ փոխազդեցությունն է, որ ինձ օգնում է եւ իմ գործունեությունը որպես կանոն շատ մոտիվացված եմ իրականացնում։ Այդ երևի մարդկային ամենակարևոր առաքելություններից մեկն է։ Դժվարությամբ գտնվող ուրիշ մարդուն կարողանալ օգնել։ Ու դրանից էներգիա ստանալն ինձ թվում է ֆանտաստիկ է։ Իսկ սովորաբար այս հարցով վերջանում ենք, բայց մի հատ է հարց կուզեի ձեզ տալ, որովհետև չգիտեմ, դուք այդ հարցից շատ եք առաջ։ Իմ օրինակով Ռուբեն Վարդյանի այդ նկարները, որ տեսա, այտենց խոշտանգված ու վերջի այդ իր կոչը լսեցի, նենց քեզ ոնց ասեմ, անօգուտ ես զգում, որ անճար էլի, անճարը երևի ամենալավ բառն է, էլի, անճար ես զգում ու համոզված եմ այդ մեր գերիներին շատ մարդիկ տեսնելով այդ նույն անճարության զգացումը, ոնց որ իմ մոտ է, շատերիս մոտ ալնում, ելնում է ու չգիտեմ, ինչ խորհուրդ կտաք, մենք այն մարդիկ, որ ուղիղ չեն առնչվում այդ գործի հետ, ուղիղ կապ չունեն, այդ մարկանց չեն ճանաչում, բայց ինչ-որ մասով կիսում ենք այդ ցավը, որ մեր քաղաքացիները գտնվում են ադրբեջանական բանտերում ու կապ չունի իրանք Հայաստանում ինչ պաշտոն են եղել, հայ քաղաքացիները գտնվում են ադրբեջանական բանտերում 20-ից ավել, ոնց որ դուք նշեցիք, մենք որպես անհատներ ինչ կարող անենք, չգիտեմ։ Ինձ թվում է չհուսալքվել եւ գործել։ Եվ այդ գործելը անհատական է, յուրաքանչյուր մարդ իր մասնագիտության հնարավորության սահմաններում, բայց կարևորը որ անտարբերության չմատնեն երևույթները եւ պատասխանատվության մասնաբաժին զգալով կատարեն որևէ մեկ քայլ։ Այստեղ կարևորը գործելն է եւ ես շատ հարգանքով եմ վերաբերում բոլոր այն անձանց, ովքեր թեկուզ փոքր, չնչին քայլերով, բայց տեղաշարժ են ապահովում հասարակության համար, քան այն անձանց, որոնք իրենց ողջ էներգիան սպառում են ցուցադրելու մտադրություններ կամ չկատարված աշխատանք, իմիտացնում են աշխատանք, որը շատ ավելի վատ հետևանքներ է ունենում։ Դրա համար հասարակության որևէ անդամ նույնիսկ ամենափոքր բանով, որ արդյունք է ստեղծում ես հասարակության համար, շատ կարևոր աշխատանք է իրականացնում եւ ես էլ իմ գործունեության մեջ այդ սկզբունքով եմ առաջնորդվում։ Եթե եկել է հասունացել է մի պահ, որ այլևս չեմ կարողանում արժեք ստեղծել, օրինակ այլևս մի բան չունեմ նորը ուսանողներին տալու կամ օրինակ իրավական համակարգը այնպիսին է դարձել, որ դու քո գործունեության ազդեցությունը չես զգում,
ես կնախընտրեմ փոխել իմ գործունեության տիրույթը, փոքր բան ստեղծել, բայց կարևորը ստեղծել։ Եվ առնվազն մի միտք կար, որը շատ կարևոր էր, դա այդ հուսալքվել եւ չպայքարելն է։ Ողջ բնության էներգիան կարծում եմ շրջում ենք, երբ այդ բացասական անօգնականության զգացողության մեջ ենք մնում, իմ գնահատմամբ պետք է կարողանանք փոխակերպել, այսինքն ցավը պետք է կարողանանք փոխակերպել ուժի եւ գործել այնպես, որ մեզ այլևս չկարողանան ցավացնել, եթե այդ անօգնականությունը թույլ չտանք, որ մեզ տիրի եւ դա վերափոխենք մոտիվացիայի ավելի լավ աշխատելու, որոշակի ժամանակ հետո կարծում եմ շատ տեսանելի արդյունքներ կլինեն եւ մենք կկարողանանք մեր սեփական ռեսուրսներով, մեր ազգի ռեսուրսներով լուծել մեզ վերաբերող խնդիրները։